Ցինկի քսուկը տարիներ շարունակ համարվում է ամենապարզ, բայց միաժամանակ ամենաարդյունավետ արտաքին միջոցներից մեկը։ Այն կարելի է գտնել ցանկացած դեղատանը, արժի ընդամենը մի քանի 100 դրամ, սակայն իր ազդեցությամբ գրեթե չի զիջում շատ ավելի թանկ միջոցների։ Ցինկի մածուկի հիմնական ակտիվ բաղադրիչը ցինկի օքսիդն է։ Այն ունի հակաբորբոքային, չորացնող, պաշտպանիչ և թեթև հակամանրեային ազդեցություն։ Հենց այս հատկությունների շնորհիվ այն լայնորեն կիրառվում է մաշկաբանական տարբեր խնդիրների դեպքում։ Ցինկի մածուկը առաջին հերթին օգտագործվում է մաշկի գրգռումների և բորբոքումների ժամանակ։ Եթե մաշկի վրա կա կարմրություն, քրտնարտադրությունից առաջացած գրգռում կամ շփումից առաջացած բորբոքում, մածուկը կարող է օգնել նվազեցնել անհարմարությունը և արագացնել վերականգնումը։ Այն հաճախ կիրառվում է նաև բզուկների դեպքում։ Ցինկի օքսիդը նպաստում է ավելորդ ճարպի կլանմանը և բորբոքային գործընթացների նվազեցմանը։ Շատ մարդիկ քնելուց առաջ բզուկների վրա բարակ շերտով քսում են ցինկի մածուկ, որպեսզի նվազեցնեն կարմրությունն ու ուռածությունը, սակայն կարևոր է հասկանալ, որ սա բզուկների հիմնական բուժում չէ, այլ կարող է ծառայել որպես օժանդակ միջոց։ Ցինկի քսուկը հայտնի է նաև տակդիրային ցանի կանխարգելման և բուժման մեջ։ Այն ստեղծում է պաշտպանիչ շերտ, որը մաշկը պաշտպանում է խոնավությունից և գրգռիչ նյութերից։ Այդ իսկ պատճառով այն շատ հաճախ և հիանալի կերպով օգտագործվում է նորածինների և փոքր երեխաների մարմնի խնամքի ժամանակ։ Բացի այդ, ցինկի մածուկը կիրառվում է նաև փոքր այրվածքների, միջատների խայթոցների, մակերեսային քերծվածքների և մաշկի թեթև վնասվածքների դեպքում։ Այն կարող է օգնել նվազեցնել գրգռվածությունը և նպաստել մաշկի բնական վերականգնմանը։ Հետաքրքիր է նաև, որ ցինկի օքսիդը ուլտրամանուշակագույն ճառագայթների ֆիզիկական արգելք է ստեղծում։ Ժամանակակից արևապաշտպան քսուկների մեծ մասում նույնպես կարելի է հանդիպել հենց այս բաղադրիչին, բայց պետք է հիշել, որ սովորական ցինկի մածուկը չի կարելի համարել լիարժեք արևապաշտպան միջոց և չի կարելի փոխարինել հատուկ SPF պարունակող քսուկներին։ Իսկ ինչպես օգտագործել ցինկի մածուկը։ Սովորաբար այն քսվում է մաքուր և չոր մաշկին բարակ շերտով, օրական 1-ից 3 անգամ, կախված խնդրից և բժշկի ցուցումից։ Քանի որ մածուկը բավականին խիտ է, այն կարող է մաշկի վրա թողնել սպիտակ շերտ, ինչը նորմալ է։ Սակայն նույնիսկ այս պարզ միջոցը ունի հակացուցումներ։ Այստեղ ուշադրություն։ Նախ, այն չի կարելի օգտագործել, եթե մարդը ունի ալերգիա ցինկի օքսիդի կամ պատրաստուկի այլ բաղադրիչների նկատմամբ։ Բացի այդ, ցինկի մածուկը նախատեսված է միայն արտաքին կիրառման համար և չի կարելի քսել աչքերի, վերանի կամ լորձաթաղանթների վրա։ Զգուշություն է պահանջվում նաև խորը վերքերի, ծանր վարակված մաշկային ախտահարումների և թարախային գործընթացների դեպքում։ Նման իրավիճակներում միայն ցինկի մածուկը բավարար չէ և անհրաժեշտ է բժշկական խորհրդատվություն։ Կարևոր է հիշել նաև, որ չափազանց հաճախ և երկարատև օգտագործման դեպքում մաշկը կարող է չափազանց չորանալ, սկսվել թեփոտվել կամ գրգռվել։ Եթե նկատում եք նման երևույթներ, պետք է դադարեցնել օգտագործումը և դիմել մասնագետի։ Այսպիսով, ցինկի մածուկը իսկապես այն միջոցներից է, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը տասնամյակների ընթացքում։ Այն էժան է, հասանելի, բազմաֆունկցիոնալ և կարելի է օգտագործել մաշկային բազմաթիվ խնդիրների դեպքում։ Ընդ որում, այն պակաս արդյունավետ չէ, որքան այսօր շատ ու շատ ձևերով գովազդված տարբեր թանկարժեք քսուկներ։ Սակայն ինչպես ցանկացած դեղամիջոց, ցինկի քսուկը նույնպես պետք է օգտագործել ճիշտ ցուցումներով և խելամիտ սահմաններում։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը։ Եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք, նաև գրեք մեկնաբանություն։ Արդյոք գիտեիք ցինկի քսուկի մասին, օգտագործում եք այն, թե ոչ։ Չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։